Արդեն 5 օր շարունակ դուք թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Սերժ Սարգսյանի տան մոտ ակցիա եք իրականացնում, ձեր խոսքով նոր նշեցիք, կխնդրեմ ներկայացնեք բուն ակցիայի իմաստը, ինչու է կայանում։ Ուրեմն, ինչպես երևում է իմ պաստառից, արդեն այստեղ Սերժ Սարգսյանի տան դիմաց ակցիաները շատ ընդգծված, երևում է Սերժիկ Մարդասպան, Սերժիկ Սրիկա, այստեղ կա ուրեմն իմ պաստառի ուրեմն իմաստը, արդեն ակնհայտ է մարտի 1-ի զոհեր, ուրեմն 10 զոհերը, կարելի է ցինիկաբար տասնյակ տարիներ ասել քննարկվում է, բայց ուրեմն եթե դա ուրեմն չի բացահայտվում, դրա պատասխանատուն հազար ու մի պատճառներով գործող իշխանությունն ունա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Այստեղ են այսպես կոչված անպետք հողերի համար ուրեմն մահվան երախը ուղարկված 100-ից ավելի զինվորների նկարները, որոնց համար նույնպես ես մեղադրում եմ Սերժիկ Սարգսյանին նրանց սպանության համար։ Այստեղ են բանակում ուրեմն ոչ ռազմական գործողությունների ընթացքում սպանված զինվորների նկարները, որոնց մայրերը, սևազգեստ մայրերը նույնպես բողոքի առիթներով իրենց ոստիկանները քաշքշում են նախագահականի առջև։ Նրանք զոհն են բանակում ամենաթողության եւ կոռուպցիայի, այս բոլոր մարդկանց մահվան պատասխանատուն ուրեմն իմ գնահատմամբ Սերժիկ Սարգսյանն է, որին հենց այսպես էլ կոչում եմ Սերժիկ Սրիկա, Սերժիկ Մարդասպան։ Իսկ բացի դրանից նաեւ պատասխանատվություն են կրում այն ընդդիմություն կոչված անձիկ, այդ թվում կոնկրետ Հայ ազգային կոնգրես պատգամավորական խմբակցությունը, որին քվեարկել եմ ես, որոնք ստացել են իմ քվեն։ Նրանք այնպես չի, որ միայն Սերժ Սարգսյանն է պատասխանատու, այսօրվա իրավիճակի համար, այդ թվում եւ ես ինքս ինձ պատասխանատու եմ զգում այս ամեն ինչի համար, որը այս բոլոր ողբերգությունների համար, որ կատարվում է, որը չենք կանխում, առավել եւս ինձանից ավելի շատ պատասխանատու են ազգային ժողովի պատգամավորները, որոնք ստանձնել են կրավորական, անպատասխանատու եւ անպատվաբեր կեցվածք։ Ես ուրեմն մինչ այստեղ գալը պիկետ եմ արել ուրեմն Հայ ազգային կոնգրես կուսակցության կենտրոնի առջև, որոնք ընդհանրապես արհամարել են այդ պատգամավորները այլևս նույնիսկ չեն էլ կարիք զգում, որ գան մի հատ բացատրություն տան, մի հատ հանդիպեն իրենց ընտրողին, թե ինչ է եկել ուզում ես ընտրողը կամ քաղաքացին։ Եվ ես ուրեմն արդեն 5 օր է, ինչպես նշեցիք, գալիս եմ այստեղ եւ ՀԱԿ փաստացի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տան առջև եմ պիկետ անում նույն պահանջով, որ իրա առաջադրած եւ իմ կողմից եւ հանրության կողմից քվեարկված պատգամավորները ավելի պատվաբեր կեցված կընդունեն։ Պարոն Գասպարիսյան, մի հարց, այսինքն ձեր կարծիքով, ձեր մոտեցումը այնպեսին է ստացվում, որ ՀԱԿ պատգամավորները դավաճանել են իրենց ընտրազանգվածին, թե ընդհանրապես թե մարտի 1-ն են ուրացել, թե վերջի օրերին նրանց արձագանքի հետ կապված այդպեսին է։ Գիտեք, այդ ամեն ինչը ուրեմն լինում ավելի աստիճանաբար եւ իմ գնահատականը, ինչպես հնչեցրի, դա է անպատասխանատու եւ անպատվաբեր։ Ես առաջին օրը, որ եկա այստեղ, ուրեմն իմ պաստառներ Սերժիկ Մարդասպան, ուրեմն Տեր-Պետրոսյանի Թիկնաձորի ներկայացուցիչները մեկը ինձ ասաց, որ ուրեմն «Էդ ում ես ասում, կարող է մենք չգիտենք»։ Ասացի, այո, դուք արդեն մոռացել եք դա։ Եվ իրոք այն հարցադրումը, որը դրված էր 2008 թվականի մարտի 1-ից հետո, հիմա մի քիչ այլ կերպ է հնչում, ոնց որ իրավիճակները փոխվել են, ոնց որ առաջնահերթություններից դուրս է եկել եւ այլն։ Ես այդպես եմ գնահատում եւ կարևորագույն բանը, խնդիրը ես հետեւյալն եմ համարում, որ քաղաքացին պետք է պահանջատեր լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև իր ընտրած պատգամավորներից։ Դուք այսօր ես արդեն տասնամյակը, երևի եթե ոչ մեկ, 2 տասնամյակա չեմ հիշում, որևէ քաղաքացի իր ընտրած պատգամավորից ուրեմն հաշիվ պահանջի։ Այսպես ասած, նույնիսկ մեկ անգամ
երբ ես պիկետ էի անում Դեմիրճյանի տան առջև, որ ինչպես հայտնի է բոլորի գիտեն, ուրեմն ՀԱԿ-ի ներկայացուցիչն է ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովում։ Նրա ներկայացուցիչները ուրեմն ինձ ասում են ուղղակիորեն, ինչ ես ուզում մեզանից, գնա վարչապետից ուզիր, գնաս նախագահից ուզիր եւ այլն։ Իրանք մոռանում են, որ իրենք էլ են հաշվետու եւ իրենցից էլ է քաղաքացին պահանջատեր։ Ուրեմն ես սա շատ տարրական բան եմ համարում եւ որքան հորդորում եմ, դա տեղ չի հասնում, որ քաղաքացին պետք է նաեւ պահանջատեր լինի իր ընտրած պատգամավորից։ Եվ պարոն Գասպարի, վերջո ձեր հորդորը հայ ազգային կոնգրես պատգամավորներին որն է, ավելի կոնկրետ կարող եք ձևակերպել 5 օր այս անընդմեծ շարունակելով ձեր այս ակցիաները եւ ինչքան եք պատրաստվում շարունակել այս ակցիաները։ Հույսով եմ կշարունակեմ այնքան, քանի դեռ ուրեմն այս կոնֆլիկտը չի հանգուցալուծումը ստացել, կոնֆլիկտը զենքերը հանձնելով չհանգուցալուծվեց, հիմա կոնկրետ ուրեմն ես հայ ազգային կոնգրեսին չեմ ակնկալում, որ աջակցություն հայտարարեն Սասնա ծռերին, դա քաղաքական հարց է, թող լինի ուրեմն այսպես քաղաքական քննարկումների դաշտում, չնայած ես ակնկալում եմ եւ ակնկալում էի, որ նաև այս 15-օրյա կոնֆլիկտի ժամանակ իրենք որպես քաղաքական խնդրին այդ հարցին մոտենան, ոչ թե ՀՀԿ պատգամավորական խմբի կամ ՀՀԿ կուսակցության նման այդ հարցը նայեն քրաիրավական դաշտում։ Բոլոր դեպքերում ես առավել դա պահանջում եմ, որ իրենք ձայնը բարձրացնեն եւ իրենց գործունեությունը ծավալեն քաղաքացիական իրավունքների մասսայական ոտնահարման դեպքում, ինչա նշանակում հարյուրավոր քաղաքացիների տանում լցնում են զորանոցները, կտանքների են ենթարկում եւ ոչ մի ձայն ընդդիմադիր կոչվող պատգամավորներից, սա շատ ամոթալի կեցվածք է եւ ես ուղղակիորեն ամոթ եմ զգում, որ այս մարդկանց ընտրել եմ եւ չեմ կարողանում ինչ-որ լծակներ, միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս մարդիկ փոքր ինչ ավելի պատվաբեր կեցված դրսևորեն։